Ես անաձեռներս եմ, իմ մեքենան ունեմ, մեծ անձամբ ես էլ վարում եմ։ Այստեղ բոլորն են անաձեռները։ Չէ, մարդիկ, Հիմնականը։ Ու որ ասում են Կիրգիզը Կիրգիզստանից չի բերում, Ռուսաստանից է բերում այդ բերը Հայաստան։ Ու ինքը դադա գնում է Թուրքիա, իրան ձեռա տալիս, որ ինքը Ռուսաստանից բերի Հայաստան ինչ-որ մի հատ ֆիքսված գումարով, դադար չի գա հետա Թուրքիա։ Էդի իրանք նախընտրում են, որ Կիրգիզին բարձեն, Հայաստան մեքենաներին չբարձեն։ Դե հիմա որտեղից են բարձում, ինչ են անում, դա մեր որոշելունը չի, մենք կարող այդքան չհասկանանք էլ թե որը ինչ ձևակատում։ Մի հատ վերահսկողը լինի, մի հատ լսենք, մի հատ հասկանանք, տենանք այս հարցի տակից ոնց են դուրս գալ, այս խնդրեմի տակից։ Որ այս մեր խոսքը հասանելի լի կառավարությանը, մեր խնդրանքն է դա, որ այս բեռնափոխադրողներին ընդառաջեն, այս հայկականը հայ լոգիստներին բերեն այնպես դաշտ, որ հայերի հետ աշխատեն, ոչ թե վրացիների հետ աշխատեն։ Չէ որ թասիբ, նամուս Մեր վրացական մեր հայկական մեքենաները սա Վրաստան 2 ամիսա կանգնած են, վրացին չի բաց թողը մեր մեքենաները, բայց մեր հայ լոգիստները խեն վրացական մեքենաներ բարձեմ, հայերին անտեսելով։ Չէ, մենակ ալկոհոլը չի, տարբեր բեռերով, տարբեր պատճառներով մեքենաները մտցնում են գեզի, ամիսներով կանգնում են, անհույս։ Մեր խնդրանքը կառավարությանը է դա, որ մեր հարցին մի հատ լուծում տակ, մի հատ լոգիստական կամպանիաներին հրավիրեք, խոսացեք, թող առաջներ տլեն մեր հայերը։ Չէ որ վարչապետն ասում էր, որ մենք հարգատուն համար առաջի հերոսնա։ Մենք էլ հարգատու ենք, մենք էդ ենք խնդրում, ուրիշ բան չէ։ Մենք ոչ քաղաքականցնեմ ենք, ոչ էլ եսի ինչ ենք անում։ Մեր խնդրանքը է դա։ Հեսա Ծիրանի սեզոն է գալիս, ու մինչև անգամ չգիտենք Ծիրանը կարա դուրս գա, թե չգա։ Էտալիա գեզիա կայնելու, Էտալիա Ռուսաստանը վրացի կազմակերպությունները կտանեն։ Էդի ոչ մեկս գարանտիա չունենք։ $200-300 միջև տատանումների մասին է, որտեղ գինը $200-300 մասին չի, ոչ էլ $500 մասին, ընդհանրապես գործ չկա։ Մեր գործը հիմա գալիս անեց, որ մեր մեքենաները ստեղից արտանում կատարելիս Վրաստանում պահում են գեզի տերմինալում, հիմա 100-ից 150 մեքենա այնտեղ կանգնած է տարբեր բեռերով, կահույքով, բնականաբար այնտեղ անվճար Ոչ մեկը չեն կարող Հիմա մենք այդ գումարի մասին չենք խոսում, այլ ընդհանուր այդ վիճակի մասին ենք խոսում, որ մեր մեքենաները 100-ից 150 մեքենա Վրաստանում կանգնած են, մեր լոգիստիկական կամպանիաներն էլ արդյոք օգտվելով, որ մեր մեքենաները գնում են կանգնում են Վրաստանում, տալիս են մեր բեռը վրացիներին։ Որքանի որ վրացին հետում են, այդ նույն բեռով վրացին չի կանգնում, վրացուն բաց են թողում, վրացին գնում է, այնտեղ ռուսներին են տալիս, այսպես մենք դարել ենք ստեղ, ոնց որ բան էլ, եթե թողենք կտանք, չէ։ Ուրիշ խնդիր ունենք մենք, խնդիր շատ ունենք, հիմա այս պայն ոնց որ ասած, որը որ հիշում ենք, որը որ մեր խելքով կարում ենք խոսանք, այդ ենք բարձրաձայնում, բայց լիքը խնդիրներ կա այս ոլորտում, որ բաց թողի վիճակում է։ Այս պայդրությամբ ու չկա մի կազմակերպություն մենակ ինձ թվում է լավ աշխատում հարկայինը Եթե հարկայինը լավ աշխատում որ մեր պակաս 10 դրամը եթե մուծում ենք 10 դրամ պակաս ենք մուծում այդ 10 դրամը հետևից գան այդ կոպեկ առ կոպեկը Այո չենք տեսել Մեզ հասանելի չի այդ նույն վրացական լոգիստները հայերին բեր չեն տալի դու կյանքը չես կարա Վրաստանի լոգիստերից մի հատ բեռ վերցնես, չկա, որովհետև ունեն թասիբ։ Վրացիները բարձում են վրացիների մեքենաները։ Իսկ մեր հայ լոգիստները, նու սաղ ինչի վերաբերվեմ։ Մարդիկ կան նորմալ աշխատում են, սաղ ինչի վերաբերվեմ։ Բայց այն շատերը բարձում են վրացական մեքենաները, հայերին անտեսելով։ Մեր խնդրանքն է դա, թող մի հատ վերանայեն։ Չի պետք է հայը աշխատի վրացու հետ, կամ ինչ-որ մեկի հետ, եթե հայերը ստեղ պարապեն։ Հայկական մեքենաները պարապեն։ Խնդրեմ ենք մեր հարցին թող լուծում տան։